3W AD Kids Food Kit-ը Երևանական A&D Food ընկերությունը ներկայացնում է հայկական բնաշխարհի բերքն ու բարիքը Եվրոպայում մեծածախ և մահրացախ գներով 3W AD Kids Food Kit-ը Բարի երեկո, եթերում է հեռանկարը։ Օրեր առաջ մի խումբ երիտասարդներ DIA ակումբում հրկիզում են իրականացնել։ Այդ ակումբը ըստ լուրերի պատկանում է համասեռամոլներին կամ այնտեղ հավաքվում են համասեռամոլներ։ Հասարակության վերաբերմունքը տարբեր էր։ Մի մասը դա դատապարտում է որպես խուլիգանություն կամ հանցագործություն կամ բռնություն, մյուս մասը դիտում է դա որպես համասեռամոլության միասեռականության դեմ պայքարի մի մաս։ Ես չի, որ ծնվում են ու մի օր արթնանում են ու ուզում են դառնալ լեսբոյա։ Ինքան էլ հիմար գաղափար ունի, ասում է, բայց դուք հետամնաց մտա մենք ֆաշիստական իդեոլոգիա չեք թողում, որ մենք առաջ ենք։ Խիվի ձևով առաջ են եթում, լեսբիան գեկով գեյերով առաջ են գնում։ Երեկոյան կողմերը իհարկե դուրս կգան, ինչեր ասած որ չեն անի, չեն խոսի, կռիվ եւ այլն, իհարկե խաղ։ Ամբողջ օրը ոչ մարդիկ քուն ունեն, ոչ հանգիստ ունեն, մտեք մի հատ մուտք, մտեք։ Ամեկը ապրում են այսօր գտնում է ճիշտ, բայց ես համարում որ դա շատ վտանգավոր է մեզ համար։ Անտանելի տանել չեմ կարողանում նման բաները ես։ Բարել պետք է չի, հանդուրժել է պետք է չի։ Հակահիգիենիկ հարց եք տալի ժողովուրդ։ Հայաստանում այդ հարցերը չի քննարկվում։ Զեզբանք, ուրիշ բան չես կարող զգաս։ Մեր ազգը դրա կարիքը չունի, այդպիսիների կարիքը չունի։ Եթե մի բանը Աստծուց չի, ուրեմն դա մեզանից չի եւ ընդունելի չի։ Դա աննորմալ երևույթ է իմ համար։ Պետք է վերացնել, փակել, արգելել, ինչ կտե։ Եկեղեցու դերն է շատ կարևոր, եկեղեցին պետք է շատ ճիշտ քաղաքականություն վարի։ Այսօր իմ զրուցակիցն է ՀՅԴ անդամ ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, շնորհակալություն պարոն Մինասյան։ Մի պարզաբանելու խնդիրներ կան։ Ձեր մասնակցությունը այս գործին, ձեր եւ ձեր գործընկերոջ դաշնակցական։ Շնորհակալություն այս հրավերքի համար։ Ես կարծում եմ իսկապես կարիք կա որոշակի պարզաբանումներ տալու։ Խոսքը վերաբերում է հետեւյալին, որ երբ կիրառվել է երիտասարդների նկատմամբ խափանման միջոց, ձերբակալումից հետո, ինչպես օրենքն է պահանջում, 72 ժամվա ընթացքում նրան պետք է ներկայացվի մեղադրանք եւ կիրառվի խափանման միջոց։ Մենք հանդես ենք եկել կոնկրետ առաջարկով, միջնորդությամբ, երաշխավորությամբ, որ նրանց նկատմամբ չկիրառվի կալանավորումը որպես խափանման միջոց, այլ անձնական երաշխավորությունը եւ նաեւ ըստ օրենքի, քանի որ պահանջվում է որոշակի դրամական գումար մուծել, նաեւ ստանձնել ենք այդպիսի պարտավորություն։ Սակայն դատարանը գումարը դուք եք մուծել։ Ոչ, դրան եմ հենց գալիս, սակայն դատարանը մեր միջնորդությունը մի կողմ է դրել եւ կիրառել է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կալանավորմանը այլընտրանքային միջոց հանդիսացող գրավի ինստիտուտը։ Սա նշանակում է, որ գրավ է դրվում այդ անձանց համար եւ այդ գրավի գումարը վճարել են բնականաբար նրանց խափանուն միջոցը փոխելու։ Մենք ներկայացրել ենք միջնորդություն, բայց ոչ թե մեր միջնորդությունն է բավարարվել, այլ կիրառվել է օրենսգրքով նախատեսված խափանման այլ միջոց։ Գումարը բնականաբար մուծել են երիտասարդի ծնողները։ Ասացեք խնդրեմ, դուք միջնորդել եք այդ երիտասարդների համար գաղափարական ինչ-որ պատճառներով։ Նախ ընդհանրապես ես դեմ եմ եւ բազմից եմ հանդես եկել նման առաջարկությամբ, որ կալանավորումը որպես խափանման միջոց Հայաստանում շատ հաճախ է կիրառվում եւ հակասում է թե միջազգային չափանիշներին եւ թե մարդու իրավունքների եւ ազատությունների որոշակի ոտնահարում է։ Ինչու, որովհետև կալանավորումը դա հազվագյուտ դեպքերում պետք է կիրառվի։ Մինչդեռ մեր երկրում այն զանգվածային է կիրառվում։ Սկսած փոքրիկ գողություն անողից ավարտված խոշոր մասշտաբի հանցագործություններ, ահաբեկչություններ եւ այլ իրականացնելով կիրառվում է նույն կալանավորման ինստիտուտը։ Ես համարում եմ, որ այս ինստիտուտը ամբողջությամբ խեղաթյուրվել է եւ հիմնարար վերանայում պետք է իրականացվի։ Դեպ ասեմ, որ ես իմ առաջարկությունները իրականացրել եմ թե օրենսդրական նախաձեռնությունների տեսքով եւ թե մասնավոր դեպքերում։ Այս դեպքը տասնյակ, հարյուրավոր դեպքերից մեկն է, որովհետև ես միշտ հանդես եմ եկել նման միջնորդություններով։ Վստահ եմ, որ մարդը ազատության մեջ գտնվելը
երբևէ չի կարող խոչընդոտել ոչ գործի օբյեկտիվ քննությանը, ոչ ապացույցների հավաքագրմանը եւ ոչ որևէ այլ նոր հանցագործության առաջացմանը, եթե կան բավարար հիմքեր ենթադրելու կամ պնդելու, որ այդ անձը պարկեշտ վարկագիծ կդրսևորի այս ընթացքում։ Եվ գտնում եմ, որ ընդհանրապես կալանավորման ինստիտուտը մեր երկրում հիմնարար վերանայման կարիք ունի։ Իդեպ ասեմ, որ իշխանություններն են այս փաստ ընդունում եւ մի քանի փաստաթղթերում արդեն ստանձնել են այդպիսի պարտավորություն։ Բայց օրենքը չի փոխվել։ Օրենքը դեռևս չի փոխվել եւ պահպանվում է դեռևս ներկա։ Գուցե կալանավորումը կիրառում են այն բանի համար, որպեսզի մարդուն, երբ նա անազատության մեջ է, պարտադրեն ինչ-որ ցուցմունքներ տան, կորզեն ցուցմունքներ։ Դուք ճիշտ եք ասում, դրա համար էլ մենք ասում ենք, որ կալանավորումը Հայաստանում ցավոք կիրառում է ոչ թե որպես խափանման միջոց օբյեկտիվ քննություն իրականացնելու, այլ որպես կանոն կիրառում է պատժի տեսակ, պատժամիջոց ցուցմունքներ կորզելու, որոշակի այլ դեպքերի հիման վրա այլ ապացույցներ հավաքելու ուղղությամբ։ Եվ թե իբրև ազգային ժողովի պատգամավոր, թե իբրև Հայաստանի քաղաքացի գտնում է, որ այս պրակտիկան պետք է փոփոխվի, չի կարելի սա անվերջ շարունակել։ Լավ, եթե այդ ակումբում ենթադրենք նստեին շատ լավ երիտասարդներ եւ գիրք կարդային, եւ մեկը ինչ որ հրկիզում կատարեր, հարցակում կատարեր դրա վրա։ Դուք նույնպես կմիջնորդեիք, որ այդ հրկիզողներին ազատեն։ Տվյալ դեպքում խոսքը գնում է հրկիզման մասին եւ ես կարծում եմ, որ այո, նաեւ այդ դեպքում ես կմիջնորդեի, որ նրանց նկատմամբ չկիրառվի կալանավորումը որպես խափանման միջոց, իսկ ինչ վերաբերում է որոշակի դեպքերում, տվյալ դեպքում, հա, երբ խոսքը գնում է կոնկրետ ակումբի մասին, ապա ինձ շատ ավելի շատ զարմացնում եւ զայրացնում է այն փաստը, որ ակումբի սեփականատերը եւ նրա աջակիցները փորձեցին իսկապես ճնշում գործադրել, հանրային ճնշման միջավայր ստեղծել թե դատարանի, թե իրավապահ համակարգի եւ թե նաեւ հանրության այն հատվածի վրա, որը չի ընդունում իրենց ապրելակերպը։ Եվ սա համարում եմ արդեն դատապարտելի, առավել երբ փորձ արեցին կապել քաղաքական կոնկրետ ուժի դաշնակցության հետ։ Սա ոչ միայն դատապարտելի երևույթ է, ես կարծում եմ այդ անձը եւ իր համախոհները այնքան են դուրս եկել իրենց պատկերացած իրավիճակից կամ պատկերացումներից, որ իրենց հարազատ միջավայրը, տվյալ դեպքում հարազատ միջավայր ասելով ես հասկանում եմ հենց ուղղակի եւ անուղղակի իմաստով, փորձում են բարձրացնել կշիռը, օգտագործելով թե քաղաքական տարբեր ուժերի եւ թե անձանց անուններ։ Ես կարծում եմ դա իրենց չի։ Եթե միջադեպը չլիներ, նրանք չէին կարողանա իրենց կշիռը բարձրացնել, չէ՞։ Այդպես չի, որովհետեւ եթե ուշադիր եղաք, իրենց հայտարարության մեջ նույնիսկ մեկ օր առաջ հեռուստատեսությամբ տրված հարցազրույցում փորձ էին անում օգտագործել դաշնակցության անունը ամենատարբեր պիտակավորումներով, նույնիսկ Երկիր մեդիա հեռուստաընկերության անունն էին փորձում շահարկել եւ այլ եւ այլն։ Այսինքն ակնհայտ է, որ իրենց ուզածը ոչ այնքան այդ միջադեպը քննարկելն է, պատճառը խորքային հասկանալն է, այլ իրենց անունը բարձրաձայնելն է, ցույց տալ հանրությանը եւ այդ թվում նաեւ Եվրոպային եւ աշխարհին, որ տեսեք ինչպիսի ճնշումներ են մեր նկատմամբ գործադրվում, մենք պաշտպանում ենք սեռական փոքրամասնության շահերը եւ այլ եւ այլն, եւ փորձել դրանից ստանալ աջակցություն կամ որոշակի ինչ որ մի գաղափարի իրացման միտված քայլեր են իրականացնում։ Ես սա դատապարտում եմ, որովհետեւ ինչ Հայաստանում այդպիսի գործողություններ, այդպիսի քայլեր չեն իրականացնում։ Հիմա ցավոք սրտի թե բարեբախտաբար մեր երկրում չկա մեկ միասնական պատկերացում այս երևույթների նկատմամբ։ Դուք գտնում եք, որ մարդու սեփականությունը, մարդու գույքը պետք է պաշտպանված լինի, թե անկախ նրանից, թե ինչ սեռական կողմնորոշում ունենա, թե չպիտի պաշտպանված լինի։ Անկախ նրանից մարդը ինչ սեռական կողմնորոշում ունի, նրա գույքը պետք է պաշտպանված լինի։ Եվ ես երբեք էլ լավ չեմ ընդունում այն փաստը, որ հրկիզում կամ որոշակի վնաս է պատճառում որևէ անձի սեփականությանը։ Սա թող չհնչի այնպիսի մի բան, թե իբր ես արդարացնում եմ կամ, չգիտեմ, պաշտպանում եմ հակաիրավական որևէ վարքագիծ, բայց դա չի նշանակում, որ դիմացի կողմը, երբ նման սանձարձակ պահվածք է դրսևորում, սա պետք է հասարակությունը հալած յուղի պես ընդունի։ Դուք տեսեք ինչ կատարվեց, ինչ արեցին, իրենք ամեն ինչ փորձում են գործադրել, օգտագործել, այդ թվում նաև հեռուստատեսությամբ հնչեցված այնպիսի բառապաշար, որ իրենց թիկունքում խոշոր ուժեր են կանգնած, թե Հայաստանում, թե դրսում, իրենց թիկունքում, եւ որ իրենք ոչ մեկից չեն վախենում եւ այլ եւ այլն։ Լավ, ի վերջո, եթե մենք խոսում ենք սահմանադրության մասին, պետականության ունեցող ազգ ենք։ Կա երկիր, կա սահմանադրություն, կա օրենսդրություն։ Սահմանադրությամբ հստակ է ամրագրված, որ նույնիսկ տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է հանրության բարոյականության նորմերով։ Լավ, մեկս կարող ենք չէ հարց տալ։
Իսկ արդյոք որևէ մեկը հարցրել է այդ շենքի բնակիչները, այն տարածքում, որտեղ որ այդ ակումբն է գործում, կամ համանման ակումբներ, կամ այլ ծառայությունների մատուցման ոլորտներ, արդյոք այդ շենքի բնակիչները անհանգստանում են, թե չէ, իրենց զավակներով, իրենց անդորով եւ այլն։ Դուք հարցրել եք շենքի բնակիչներին։ Ես վստահ եմ, ոչ միայն այդ, նաեւ շատ այլ դեպքերով եմ ես հարցրել, որ իսկապես շենքի բնակիչները ունեն դժգոհություն, հստակ է այդ դժգոհությունը արտահայտվում։ Այլ բան, որ մեր մոտ կա օրենսդրական բաց, եւ այդ օրենսդրական բացը վերաբերում է բազմաբնակարան շենքերի կամ այնպիսի բնակավայրերին, որտեղ բնակիչների մեծ քանակություն կա, այդպիսի տարածքներում նմանատիպ օբյեկտների գոյությունը սահմանափակումների պետք է ենթարկվեն։ Հակառակ դեպքում մենք այլևս աղավաղում ենք ամեն ինչ եւ անձնական ազատությունը վերածում ենք համընդհանուր սանձարձակության։ Այսինքն չկա օրենք, որ գիշերային ակումբը թողնենք դեռ միասեռականներին, չի կարող լինել բազմաբնակարան շենքի տակ։ Ցավոք չկա նման որևէ սահմանափակումներ ունեցող օրենսդրական դաշտ, եւ սա նաեւ մարտահրավեր է թե օրենսդիր մարմնի, թե գործադիր մարմնի, որպեսզի առաջիկայում, ապագայում համանման օրենսդրական նախաձեռնություններով հանդես գա։ Գիտեք, մի պարզ ճշմարտություն կա։ Յուրաքանչյուր անձ ազատ է իր վարքագծում, իր կենցաղում, իր ապրելակերպում։ Որևէ մեկը չի կարող նրան որոշակի բաներ պարտադրել։ Եվ ես թե իբրև կուսակցական, թե իբրև քաղաքացի, թե իբրև պատգամավոր կողմ եմ անձնական ազատությանը, բայց անձնական ազատությունը պետք է որոշակի սահմանափակումների ենթարկվի, երբ խոսում ենք հանրության, հանրային կեցվածքի մասին։ Դուք ինչպես կարող եք ընդունել այն փաստը, որ մարդը իր համոզմունքը, իր կեցվածքը, ապրելակերպ փորձում է պարտադրել հանրությանը։ Դուք օրինակ ընդունեք այդպիսի բան։ Բացարձակապես չեմ ընդունում, բայց դուք պիտի ապացուցեք, որ նրանք փորձում են պարտադրել, ինվազին փաթաթել նրանց ապրելակերպը։ Շատ լավ։ Երբ որ դուք մտնում եք որևէ տեղ եւ տեսնում եք առաջարկ կա, դուք որոշում եք կամ օգտվել այդ առաջարկից կամ չօգտվել, չէ՞։ Երբ այդ առաջարկը ավելի բաց է, հրապարակային է, երբ այդ առաջարկը չի հանդիպում որոշակի խոչընդոտների, դուք ավելի հեշտությամբ եք փորձում օգտվել այդ հնարավորությունից։ Բայց եթե մենք ունենք դեռահասներ, որոնք որ դեռևս զարգանալու, դեռևս առաջ գնալու խնդիրներ ունեն իրենց մոտ եւ որոնք ավելի ռիսկային են գտնում այդ գոտում, նրանք կարող են, չէ, ավելի շուտ այդ առաջարկներից ընդունեն այդ առաջարկները կամ մտնել, կամ տեսնել, որ իրենց կողքին մեկը նմանատիպ վարքագծով անց կա եւ իրեն շատ լավ էլ զգում է։ Այս երեխան, այս պատանին ավելի շատ հակված է լինում դեպի նա եւ այստեղ փողոցից երեխային տուն բերելը, նրա ականջները քաշելը կամ նրան դաստիարակելը, հավատացեք, դառնում է շատ թույլ գործիք կամ շատ թույլ արգումենտ, որպեսզի երեխային դաստիարակես ոչ այդ ուղղությամբ։ Ի վերջո, համասեռամոլությունը կամ միասեռականությունը, ես չգիտեմ, դա կամ բնությունը այդպես ստեղծում մարդուն, կամ դա աստծո տված չարիք է, կամ չգիտեմ ինչ է, բայց ամեն մեկը պետք է ապրի այնպես, ինչպես որ իրեն ստեղծել է բնությունը։ Եթե դա սոցիալական հետևանք է, ապա հասարակության, պետության հիմնական խնդիրը պետք է լինի սոցիալական չարիքի դեմն առնելը։ Ես ընդհանրապես ուզում եմ առանց փիլիսոփայելու արձանագրել մեկ պարզ բան։ Ամեն մեկը կարող է ազատ ապրել, ազատ իր գործունեությունը ծավալել, բայց երբեք չեմ ընդունում, երբ իր ազատ ապրելը, իր ապրելակերպը, իր կենցաղը պարտադրում է հանրության նման ձևով։ Եվ այն ագրեսիվությունը, որ ես տեսա իրենց պահվածքում, դեռևս դատական նախաքննություն է գնում, պետք է գնա դեռևս նաև դատաքննություն։ Իրենք ելել են ու միանգամից նման մեղադրանքներ են հնչեցնում։ Սա խոսում է թե իրավական տգիտության, եւ թե նաեւ հանրությանը որոշակի լարվածության եւ ագրեսիվ պահվածքով նրանց ուղղորդելու մեջ։ Մենք խոսենք անպայման նաեւ ինչպես պայքարել սոցիալական չարիքների դեմ, բայց գովազդային ընդմիջումից հետո։ Դուք դիտում եք հեռանկարը, ես զրուցում եմ ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ։ Պարոն Մինասյան, այսինքն դուք վստահ չեք, որ այդ երիտասարդները իրենց արարքով փորձել են պայքարել միասեռականության դեմ։ Ես կարծում եմ, որ այդպիսի վստահություն այս պահին որևէ մեկը չի կարող ասել, չի կարող պնդել, որովհետև նախ գնում է նախաքննություն, որտեղ պետք է բացահայտվեն շարժառիթները, դրդապատճառները, միգուցե անձնական բնույթ է եղել,
միգուցե եղել է այնպիսի մի իրավիճակ, որ երիտասարդները այդպիսի քայլերի են գնացել, բայց սրանց պատասխանները պետք է տա նախաքննությունը, որը պետք է օբյեկտիվորեն եւ անաչառ կերպով վերլուծի հավաքագրի փաստեր, ապացույցներ եւ կարողանա իրավական ճշմարիտ գնահատական տալ։ Իմ ցանկացած հիմա պնդում կարող է դիտվել որպես նաև ուղղորդում կամ ճնշում դատական եւ արդարադատության համակարգի նկատմամբ։ Դրա համար ես զերծ եմ մնում եւ իմ հայտարարության մեջ ես շատ հստակ էի նշել, որ չպետք է փորձ անել, ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ։ Մեկը սա։ Երկրորդ կարևոր հանգամանքը։ Տեսեք, եթե չեմ սխալվում, 3 էլ է ինչ որ դեպք արձանագրել։ Այո։ Ես հիմա վստահ չեմ, համոզված չեմ, դա ում արածն է։ Միգուցե, չգիտեմ, չեմ ուզում մեղք վերցնեմ իմ վրա կրակ են վառել դռան մոտ։ Այո, միգուցե ինչ-որ մի երևույթ է տեղի ունենում կամ կատարում, բայց ես վստահ եմ մեկ բանում, որ սա նաև որոշակի հակազդեցություն է այն ագրեսիվ պահվածքի, որ այս ակումբի սեփականատերերը եւ նրա համախոհները փորձում են կիրառել, փորձում են ահաբեկել ըստ էության հանրությանը։ Այս ահաբեկել բառը ես չեմ օգտագործում իրավական տերմինաբանությամբ, այլ ավելի շատ հասարակական ընկալման։ Ի տարբերություն իրենց կողմից ներկայացվող աբսուրդ ահաբեկչություն բառ եւ այլն, այսինքն նման արտահայտություններ անելը եւ այն էլ եթե ունեն փաստաբան, իրավաբան, որը որ կարող է նման բաներ թույլ տալ իրենց, սա խոսում է որ այն մասին, որ մենք գործ ունենք իսկապես կազմակերպված եւ սանձարձակ մի խմբի հետ։ Իսկ հակառակ ճշմարումը չկա, այսինքն այն մարդկանց, որոնք կարծում են, որ միասեռականությունը վատ բան է, նրանք ճնշում են, որ ճիշտ են անում, լավ են անում, վառում են եւ այլն։ Այդպիսի բան չկա։ Եթե այդպիսի բան մենք գտնենք կամ հայտնաբերենք, որ ուղղորդված է իրավապահ համակարգի նկատմամբ, առաջին դատապարտողները մենք ենք լինելու որպես ազգային ժողովի падգամավորներ, բայց ես առայժմ նման բան չեմ տեսել։ Ես տեսել եմ հասարակական քննարկում, կարծիքներ եմ լսել, այո, հասարակությունը իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու, հրապարակելու, բայց ոչ երբեք գործին անմիջական մասնակիցները, որոնք որ այնպիսի արտահայտություններ կամ այնպիսի լեքսիկոն կարող են օգտագործել, որով ուղղորդել այս կամ այն խմբերին այդ երևույթի դեմ։ Գիտեք, մի նրբություն էլ կա, տեսեք, այդ անձինք հրապարակում են նաև անուններ։ Իմ անունը, Հրայր Կարապետյանի անունը եւ հրապարակվում են անուններ, որոնք հնչել են դռնփակ դատական նիստում։ Ինչի մասին է դա խոսում։ Դա խոսում է այն մասին, որ այս անձինք կամ չգիտեն օրենսդրությունը հայաստանյան, կամ իմանալով հանդերձ կանխամտածված թույլ են տալիս իրավախախտում։ Իսկ նրանց ով ասել ձեր անունները։ Իրենք են հրապարակել։ Ես հեռուստատեսությամբ լսեցի, որ հենց նույն սեփականատերը ինքը հրապարակեց իմ անունը։ Իմ անունը հնչել է դռնփակ չէ։ Դա նախաքննական գաղտնիք է եւ նախաքննական գաղտնիքը չպետք է հրապարակվի, քանի դեռ գործը չի մտել դատարան եւ ավելին, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ։ Սրանք թող չթվա թե նրբություններ են։ Սրանք ես կարծում եմ, որ կանխամտածված գործողություններ են, որով փորձում են այս անձինք իսկապես իրենց պատկերացումը, իրենց կեցվածքը պարտադրել հանրությանը։ Ես ամենևին ոչ Ռոբին Հուդն եմ եւ ոչ էլ որևէ մեկ փրկիչ, որ փորձում եմ իմ կեցվածքով մարդկանց օգնել եւ այլն։ Ես Հայաստանի ազգային ժողովի падգամավոր եմ, Հայաստանի քաղաքացի եւ իրավունք ունեմ իմ քաղաքացիական տեսակետը հրապարակավ ներկայացնելու։ Երբեք չեմ խոչընդոտել եւ չեմ խորշել որևէ մեկի հակառակ կարծիքը լսելուց կամ քննարկման շուրջ քննարկում ծավալելուց, բայց երբեք չեմ փորձել իմ կարծիքը պարտադրեմ կամ իմ ապրելակերպը պարտադրեմ որևէ մեկին։ Ես ունեմ իմ անձնական կյանք, ինչպես որ դուք ունեք ձեր անձնական կյանքը, եւ դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր որ կփորձեն քթները խոթել ձեր անձնական կյանքի մեջ եւ վեր կհանեն այնպիսի տեղեկություն կամ այնպիսի տեղեկատվություն կհրապարակեն, որ վերաբերում է ձեր անձնական կյանքին։ Ասացեք ընտրեմ, այդ երիտասարդները չեն հայտարարել, ինչպես որ լինում է, չէ՞, այդ մենք ենք արել իր վրա պատասխանատվությունը իր վրա վերցրեց այս խումբը։ Այդպիսի բան, Թալիբանը կամ չգիտեմ ով։ Տեսեք, նաև նրանք մի այսպիսի արտահայտություն արեցին, ինչ որ սև ագրավներ, թե ինչ որ տենց խմբերի մասին են խոսում, իմ համար անհասկանալի է, թե իրենք ինչ նկատի ունեն կամ այդպիսի խմբեր ընդհանրապես կան, թե չկան, եթե ունեն այդպիսի տեղեկատվություն, դրանք իրավապահ համակարգին պետք է փոխանցեն, այլ ոչ թե նման անպագորգոր հայտարարություններ անեն։ Մյուս կողմից նորից եմ ասում, ես իրենց կազմած շղթան ամեն ինչ խոսում է այն մասին, որ
սա կազմակերպված ինչ-որ մի ակցիա է իրենց կողմից, որպեսզի իրենց վրա ուշադրությունը հրավիրվի, որպեսզի առանձին դեպքերում, այո, կան գրանտակեր, իրապես գրանտակեր ներկայացուցիչներ, որոնք փորձում են սրա միջոցով փող վաստակել, բայց չեն գիտակցում, որ դրա արդյունքում իրենք ոչնչացնում են հասարակության բարոյական կերպարը, ոտնահարում են տարրական մարդու իրավունքները եւ փորձելով նման կեցվածքներ, ինչ-որ հայտարարությունների մակարդակով սևագրավներ կամ սպիտակ բազեներ կամ չգիտեմ ինչեր եւ այլն, փորձում են հավանաբար տպավորություն ստեղծել, որ իրենք ճնշման են երկար։ Այդպիսի բան չկա դուք վստահ։ Ես իմ շրջապատում, իմ պատկերացումով նման բաներ չեն կարող լինել։ Եթե մենք ունենք սահմանադրություն, ունենք օրենսդրություն, ունենք քիչ թե շատ կայուն ուժեղ իրավական համակարգ, այդպիսի բաները առաջին հերթին իրավապահ համակարգը ինքը պետք է հետաքրքրվեր եւ բացահայտեր, եթե այդպիսի կա։ Իսկ եթե այդպիսի ագրավները իրենց դաշտում են գործում եւ նրանք կանխամտածված են այդպիսի բաներ հայտարարում, կարծում եմ իրավապահ համակարգը համապատասխան ընթացք կտա այս հարցին։ Ագրեսիվության մասին ես մի անգամ գրել եմ դրա մասին, ուզում եմ դրա վերաբերյալ հարց տամ։ Եթե սովորական կին մարմնավաճառը կանգնած է կանգառում, ես կարող եմ նրան այս կամ այն կոպտության աստիճանով խնդրել, որ մի կողմ գնա, իմ կողքը երեխա կա, չէ՞։ Բայց եթե նրանցից են կանգնում, չէ՞, նրանք շատ կոպիտ են պատասխանում եւ ամեն մի բառը, որը հիմա մենք արտասանում ենք եւ որը ես կարտասանեմ նրան ասելով, անպայման հասնում է Եվրոպայի խորհուրդ։ Ինչով է դա պայմանավորված։ Դա շատ պարզ կարծում եմ բանով է պայմանավորված, որովհետեւ այն հասարակությունը, որտեղ իմունային համակարգը թույլ է, նրանք սկսում են ուժեղանալ եւ այդ թույլ իմունային համակարգով հասարակություն այլևս ի վիճակի չի լինում դիմագրավել այդպիսի երևույթների դեմ ու պարզ է, որ յուրաքանչյուր անհատ, ով չի կիսում իրենց տեսակետը կամ չի ընդունում իրենց պահվածքը, իրենց ապրելաձևը, դառնում է իրենց թշնամին, իրենց հակառակորդը եւ անհանդուրժողականության մասին խոսացող այդ անձինք առաջին հերթին իրենք են անհանդուրժող։ Իրենք են անհանդուրժող, որովհետեւ իրենք ասում են, եթե դու իմ նման չես մտածում, ուրեմն դու ես մեղավորը։ Ոչ թե չի պատկերացնում նա, որ միգուցե իր ապրելակերպն է սխալ, միգուցե ինքը ճիշտ չի ապրում, միգուցե դիմացի կարծիքն է ավելի ճիշտը։ Այս ամենը իրենց մոտ դրված է շատ արմատական հիմքի վրա եւ դրա համար եմ ասում, կամ սա բնության զախողակ խաղ է, կամ Աստծո չարիք է, չգիտեմ, բայց ամենայն դեպս մենք ունենք հասարակության մեջ այսպիսի երևույթներին կարծում եմ դիմագրավելու անհրաժեշտություն գոնե յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր հասարակության փոքր լինի, բնակավայր լինի, թե քաղաք լինի, այսպիսի անձանցից քիչ հեռու պահելու խնդիր մեր զավակներին, մեր երեխաներին, մեր շրջապատին եւ ի վերջո մենք բոլորս պետք է հասկանանք, որ մարդկությունը առաջ է եկել, որպեսզի բնականon հարաբերություններ ունենա, բնականորեն ծնունդ ունենա եւ չմոռանանք, որ Սոդոմ ու Գոմորը կործանվեցին հենց այսպիսի արատավոր երևույթների պատճառով։ Այդպիսի մեղքի պատճառով։ Ասացեք խնդրեմ, դուք ասացիք, որ իմունային համակարգը ցածր է։ Ինչու է ցածր մեր իմունային համակարգը։ Բազմաթիվ գործոններ կա, կարծում եմ, սկսած նրանից, որ սոցիալապես անպաշտպան շերտը ենթարկվում է ամենատարբեր ճնշումների, սկսած կրոնական աղանդներից ավարտված այսպիսի դրսևորումներով, վերջացած նրանով, որ մեր պետության հիմքում դեռևս ցավոք չկա այն միասնական պատկերացումը, թե ինչպիսի երկիր ենք ի վերջո մենք ուզում կառուցենք եւ յուրաքանչյուր մարդ այդ երկրում որքանով պետք է պաշտպանված լինի, թե որպես հասարակության մեկ անհատ եւ թե հասարակության ամբողջությամբ վերծված կառուցվածք։ Ես կարծում եմ, որ սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է։ Մենք դեռևս չենք ձևավորել այն պատկերացումը մեր պետության վերաբերյալ, որտեղ որ կուզենայինք ապրել։ Բառերով ասում ենք ժողովրդավարական, իրավական պետություն ենք ուզում կառուցել, բայց ինչ է սրանցից յուրաքանչյուրը իր մեջ ներառում, մենք ցավոք չենք պատկերացրել, չենք ընկալել, խորությամբ չենք ընկալել։ Նրանք, ովքեր ասում են, որ ժողովրդավարական հասարակության մեջ այսպիսի անձինք ունեն ազատ դրսևորվելու եւ այլ իրավունք, չմոռանան, որ այդպիսի հասարակություններում կա նաեւ հստակ երկրորդ շերտը, որը պաշտպանված է օրենքով եւ օրենքով պաշտպանված այս հասարակության շերտը ցանկացած ժամանակ կարող է համապատասխան պաշտպանական մեխանիզմներ կիրառել այս անձանց նկատմամբ։ Մենք չունենք այս պաշտպանական համակարգը, ոչ մեր իրավապահ համակարգն է այդպիսին։
Ոչ մեր օրենսդրությունն է այդպեսին, եւ ոչ էլ հասարակության մեջ չունենք կրթության, դաստիարակության այդ մակարդակը, որովհետեւ չեմ ուզում վատ բաներ ասել, բայց անընդհատ մեր իշխանությունները այս հարցը կարծում հետաձգել են ապագայի լուծման։ Ինչ հարց։ Այս հասարակության պաշտպանության հիմնային համակարգի բարձրացման խնդիրը փորձել են հետաձգել միշտ ապագայում լուծելու խնդիր, ապագայում լուծելու հնարավորություն ու միշտ հանդիպում են կամ դեմ են կանգնում այսպիսի իրողությունների։ Ամեն տարի մենք վավերացնում ենք բազմաթիվ միջազգային համաձայնագրեր, պայմանագրեր եւ այլն, որոնցից յուրաքանչյուրը ներմուծում է մեր իրականության մեջ մի նոր արժեք, մի նոր, չգիտեմ, զարգացման իբր կոնցեպցիայի ներքո, մի նոր մոտեցում, ապրելաձև։ Մենք դեռ հնին չսովորած միանգամից նորը ներմուծում ենք։ Արդյունքում ոչ մենակ հինը չենք տիրապետում, նորին էլ չենք կարողանում համարժեք արձագանք ունենալ։ Սա է եւ վստահ եմ, որ եթե հասարակության առողջ զանգվածը մի քիչ ավելի ստապ գնահատի, կհասկանա, որ եւ կկանգնի այն մարդկանց կողքին առնվազն, ովքեր որ դեմ չլինելով հանդերձ մարդու ազատությանը, այնուամենայնիվ կողմ են հասարակության բարոյական նորմերը պահելու դիրքերին։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Այսօր իմ զրուցակիցներ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դուք դիտում եք հեռանկարը, մենք կհանդիպենք երկուշաբթի օրը։ Տեսություն։ AD Kids Food Today Գերմանական A&D Food ընկերությունը ներկայացնում է հայկական բնաշխարհի բերքն ու բարիքը Եվրոպայում մեծածախ եւ մանրածախ գներով։ AD Kids